Բարև ձեզ Մանուշ, շնորհակալ ենք, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես գիտենք ինչ է տեղի ունենում։ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է եւ այսօր ըստ էության պարոն Ծառուկյանը եւ նրա ընտանիքին պատկանող բոլոր ընկերությունները կապարակնքված են, աշխատանքները պարալիզացված, հազարավոր մարդիկ գործազուրկ են։ Այսօր ցեմենտի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում եւ նշում, որ ըստ էության մարդկանց սովի է մատնում այս իշխանությունը, հիմնավոր կասկածներ հայտնում, որ ինչ է անում Արարատ ցեմենտը խլում ես, որպեսզի վաճառես թուրքերին, պահանջում, որ եթե իրենց աշխատանքը չվերականգնվի եւ իրենք իրենց աշխատավարձերը չստանան, աշխատակիցներից մեկը ասում էր գնալու եմ Նիկոլ Փաշինյանի տուն եւ նրան ասեմ վճարեր այս ամեն ինչի համար եւ սրան զուգահեռ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր տալիս, որտեղ ըստ էության սպառնում էր եւ վերահաստատեց, որ այո սպառնում եմ, Արարատ ցեմենտը պետականացնելու ենք, իսկ այն աշխատակիցները, ովքեր դուրս են եկել բողոքի ակցիայի ուղղորդումներով, աշխատանքից հեռացվելու են։ Չնայած սրան պատասխանեցին նաև աշխատակիցները, որ ինչ ուղղորդման մասին է խոսքը, ով պետք է իրենց ուղղորդի, հա, Նիկոլ Փաշինյանը նաև ասում է, որ ազատագրելու է այս աշխատակիցներին, եւ այդ հարցին է պատասխանելով ասում էին, ինչ է նշանակում ազատագրվելու ենք, մարդիկ բացառապես խոսում էին, թե նույն Գագիկ Ծառուկյանը ինչ վերաբերմունք է ցույց տվել իրենց եւ ինչպես է գնահատել իրենց աշխատանքը։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Արև ձեզ, շնորհակալություն։ Այո, ես հետևում եմ այս բոլոր process-ներին եւ միանշանակ շատ կարեւոր է, որ թուրքահպատակ ուժերի դիմաց ծնկի չգա հայը, այստեղ հարցը չի վերաբերվում ինչ-որ բիզնեսի, այստեղ հարցը չի դեռ Սամվել Կարապետյանենց պայքարի մեջ մտնելուց սկսած պետքա որ մեր ազգը հասկանա, որ մի իրավիճակ կա գալիս, որտեղ հայը ամեն ինչ կորցնելու է։ Նույն Գագիկ Ծառուկյանը, նույն Սամվել Կարապետյանը, նույն մնացած Նիկոլի շուրջը եւ քամակը բռնած օլիգարխները, եթե իրենք մտածում են, թե իրենք իրենցը պահպանելու են ու Ծառուկյանից խլեցին, իրենցա մնալու, իրենք չարաչար սխալվում են։ Ամբողջ ցավը այս ամեն ինչի մեջ այնտեղ է, որ բոլորը այս ինչ որ փորձում են խլել նվիրելու են վերջում Ալիևին, որովհետև Ալիևի առաջ կրծածը, այո, տարիներ շարունակ խլում է հայից եւ նվիրում է Ալիևին։ Արցախը ձեզ վառ օրինակ։ Արցախից էլ էր, չգիտեմ, պետականացնում, ամեն ինչ հայտարարում է պետականացնում են, նա պետականացնել ասելով հասկանում է իր կնոջը Անային է տալիս կամ ՔՊ-ական իր ամենամտերիմներից ինչ-որ մեկին է տալիս, անունը դնում է, ես պետականացնում եմ։ 8 տարի է այն հասարակ մարդիկ, թող ասեն իրանց ինչ է տվել Նիկոլը, այդքան բան է պետականացրել իրենց իսկ ներկայացրածով։ Այդքան բան է խլել սրանից նրանից, որ մի հասարակ քաղաքացուն է հասել։ Ես առնվազն իմ շրջապատում, որ ամբողջ օրը ժողովրդի մեջ եմ, հազարավոր մարդկանց հետ եմ շփվում, չի եղել գետ մեկ մարդ, որին ես հիմա հասարակ մարդ, թող լինի նիկոլական հասարակ մարդ։ Չի եղել մեկ նիկոլական հասարակ մարդ, որին մի հատ դղյակ է նվեր տվել, պետականացրել եւ նվեր։ Իրա թուրքական այն նեղ կուտոկով լափում մանենք առաջին հերթին բավարարում են Ալիևին, իրանց շեֆին։ Հետո իրանք են լափում, այն ժողովրդի վրա էլ թքած ունեն։ Ասում եմ նույն նիկոլականների վրա թքած ունեն։ Այդ նիկոլականները, որ իրանք քվեն տվել, հետո խելնեն գնան ասեն, բա խոստացածը տուրա։ Բա ինչու լավ չենք ապրում։ Հիմա ուզում է փուճիկ փճիտ հետ տեսեք Գագիկ Ծառուկյանից խլում եմ, ձեզ եմ տալու, բայց էլի սուտ է խոսում, 18 թվի սուտն է։ Խլում է ժողովուրդ ջան, իրանա վերցնելու, իր ամենամտերիմին է տալու, Ծաղկաձորի գոլդենը խլեցին, տեսանք, հազար հատ սենց բաներ խլել են, տեսել ենք։ Ժողովուրդը դրանից բան չի տեսել, ժողովուրդին ոչ մի բան չի էլ հասնելու։ Ու այս միֆով խափում է, փորձում է ինչ-որ մարդկանց մեջ ուրախություն բան մտցնել այս չարության ֆոնի վրա, կամ լպիրշավարի գնում եք մարդու տուն եք մտնում, ստորավարի գցում եք գետին, ասենք մարդու օրենք է խախտե ինչ ոչ փախնում է, ոչ զինված դիմադրությունն է ձեզ ցույց տալիս արա, դուք լապոտավար եք, ձեզ սպանում իբր ուժեղ տղեկ եք, ուժեղ մարդիկ եք, կամ ուժը տենց է, հա, դրսևորվում։ Լակոտություն անելը դա ուժի նշան է դառել։ Դե Նիկոլի ու իր կողքը հավաքված լակոտների մտածելակերպով
լակոտությունը, դիշովկությունը դա բան է, ուժեղության նշան է։ Սա ուղղակի զավեշտ է եւ այս ստոր տեսակը կյանքում էլ չի հասկանա ուժեղությունը ինչա։ Ուժեղությունը դա ճիշտն է, ինչ որ խնդրին է ճիշտ ձևով մոտենալն է, ու ճիշտ ապացուցելն է, ոչ թե լակոտություն անելը։ Եթե Ծառուկյանը կամ Ծառուկյանի առյուծը ինչ արի, արա տարակ սատկացիկ այդ քեղջ կենթանին ինչ էր արի։ Դուք այնքան չկա, կարա, դուք մի հատ առյուծ չեք կարում տեղափոխեք, սատկացնում եք։ Դուք եկել եք խոսում եք հայ ազգին պաշտպանելուց։ Դուք այն կարգի անգրագետ հասեք, որ չեք հասկանում, որ առյուծը շատ զգայուն կենթանի է, ասում են հիվանդ ա եղել, բա ուր եք տեղափոխել հիվանդ առյուծին, սատկացրել, քնացրել։ Դուք այդ պարզ գիտելիքը, ես որ դրա մասնագետը չեմ ունեմ, ձեր գլխավոր բուսաբանական այգու տնօրենն է, եսի մինչեր եք, հավաքվել եք, վեր եք ընկել, տարիներով աշխատել եք, դուք չեք հասկացել այդքան բանը։ Բա թե ձեր համար կարևորը ձեր շեֆին զեկուցելն էր, որ ձեր ստոր դիշովկա հրամանը կատարեցին։ Այս ինչ թազա կապիկություններ ա, լակոտություն։ Այս սրանով էլ այտենց ձեր ուժեղությունն եք ուզում ցույց տալ։ Դուք չգիտեք, որ բեսպրիդելը դուք անընդհատ այս բեսպրիդելն ու անօրինական ու անարտար բանը, որ մարդկանց հանդեպ հրահրում եք, մտնում եք մարդու տուն։ Վերջը դուք չեք մտածում, որ այդ մարդկանց մեջ մեկի համբերությունը կլսնեք մի օր։ Ինչքան ուզում եք ուժեղ եղեք, արա։ Չի կարելի անարտարությունը այսքան լսնել այս ժողովրդի մեջ։ Դուք գնում եք տուն եք մտնում։ Դուք կարող մարդուն հələ դե տեսանյութը հրապարակեք, որտեղ օրինական պահանջ եք ներկայացնել Ծառուկյանի չի կատարել։ Դուք ինչ իրավունք ունեք, արա, շատ էլ ձեր ձեռեսոր ուժ կա, հրամանը նույն այդ աշխատողներին է խոսքս վերաբերվում, ազգային անվտանգության։ Շատ էլ ձեզ այդպես հրամաններ են տալիս, բայց չեք մտածում, որը ժամանակ հետո չի լինելու այդ հրաման տվողը։ Դրա պատասխանը մնալու է ձեր վզով։ Ձեզ պետք է մտել եք անօրինական հրամանները կատարում։ Ձեր խնդիրը ոչ թե անօրինական հրամաններ կատարելն է, այլ օրենքի մեջ մնալն է։ Ավելի լավ է դուք չաշխատեք, քան ձեր վզին այդքան բան վերցնեք, որի տակից չեք կարողանալու վաղը դուրս գալ։ Այն բաները կարմիր գծերը որ կա, ձեր համար գծեք ու մի անցեք, արա, ես ձեզ պարզ ուղիղ ասում եմ։ Հետևությունը արեք դուք չեք ծառայում Նիկոլին, դուք պետք է ծառայեք օրենքին։ Նիկոլը կարա շիզոֆրենիայի տակ կամ խմած, հարպած, բոլորը գիտեն, որ նա հարպեցող է, զանգի ձեզ հրամաններ տա։ Դուք պետք է հելնեք կատարեք, կարող է զանգի ասի հելեք հայ ազգին մորթեք, պետք է հելնեք մորթեք։ Դուք չեք հասկանում, որ նա անկայուն մարդ է, նա հիվանդ անձնավորություն է, նա խեղված է։ Ոնց կարելի է նրա հրամանը հալած յուղի տեղ ընդունել։ Վերջո հրամանը թղթի վրա է գրված, ոչ թե Նիկոլի կմահաճույքներով է։ Ու մի հատ էլ կանգնել է, ասում է. ես չեմ էլ տեսել այդ կադրերը։ Աստեղ պետք է ասես ստի եղած չեղածը թե դու չես տեսել։ Ու ամենա մեծ շակալությունը որն է, որ արա դու այնքան տղամարդկություն չունես, դիշովկությունը անում ես։ Մատել ասում ես, այդ որ ԱԱՑ-ի աշխատողները տենց բան դարե, որ գնալ Ծառուկյանի պես մարդու հանդեպ այտենց բան աներ։ Հիմա նույն ԱԱՑ-ի տղերքին ասում եմ, եղավ որ ջարդում է ձեր վզին։ Նիկոլը ձեր վզին է ջարդում, ասում է ես չեմ տեսել, չգիտեմ դա ինչ է։ Բայց կոնկրետ իր ցուցումով ինքը իր ենթակայինատվը իր ենթականեցած, այդ դուք արել եք, դուք էլ այդ գիտեք։ Բայց ջան Նիկոլ այսօր հրաժարվում իր վրենչի վերցնում, քծելա ձեր վզով ասում է, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։ ԱԱՑ-ի տղեկն են արել, ինքը ի՞նչ կապ ունի։ Աերոպորտից ինֆորմացիան դուրս է գալիս, ես ի՞նչ կապ ունեմ։ ԱԱՑ-ի աշխատողներն են անում, գնա ինքը հրաման տալիս է։ Գցում է ԱԱՑ-ի աշխատողների վրա։ Բա շակալ է։ Բայց ես մեռած ես ասելով շակալ է։ Ինքը իր վրա չի վերցնում։ Պատերազմի դաշտն էլ սաղին հրամաններ տվեց են Դավիթ Տոնոյան, Մոնոյան, չէ, այսօր ուր են։ Սա քծեց սար դրանց վրա ինքն է հրամաններ տվեց սաղին։ Իրա դասալի քալով։ Այսօր էլ կռուտի տանում ասում ես ինչ կապ ունեի։ Ես ինչ կապ ունեմ գլխավոր շտաբի հետ, սրա հետ, նրա հետ։ Բայց դու ես սաղին հրաման տվել, արա, ո՞նց կապ չունես։ Դե վաղ որ ասում ենք արա ամեն հրաման չի, ես ծառայել եմ 2 տարի, ես բանակ եմ ծառայել, ես լավ գիտեմ զինվորական լինելը ինչ բան է։ Ամեն հրաման
Չի որ պետք է, եթե հրամանը օրենքից դուրս է, ապօրինի է, դու պետք է չկատարես, որովհետև դրա պատասխանատվությունը մնալ է նաև քո վրա։ Գերագույն հրամանատար չի, ով ուզում է լինի, ով ապօրինի հրաման է տալիս, պետք է չկատարես եւ վերջ։ Դու ես դրա պատասխանատվությունը կրելու, մի տարի էլ անցնի, 5 տարի էլ անցնի։ Հիմա ամեն ինչ արձանագրվում է, վաղը մյուս օրը էթի քննությանը ենթարկվելու, ձեր անուն ազգանուններով սաղը տիհայտ է գալու, ովքեր եք այդ գործողություն իրականացրել, ովքեր են մտել Գագիկ Ծառուկյանի տուն, ով էր ոտը բռնել, ով էր ձեռը բռնել, ով էր հնում որ գծել գետի, սաղ արձանագրված է, պահված է։ Դու գիտեք այդպես լակոծություններ անում եք ու տենց անցավ գնաց 4 տարի առաջ են մեկին մարդուն ով էր անում զովաստղերքի ծնողներին դեմքերով ֆիքսված են ոստիկանները ով էր բռնել ով էր քարշ տալ դու գիտեք դրանց համար պատասխան չեք տալու կան վիդեոները պահված են հատ առ հատ պատասխան եք տալու արա 10 տարի էլ անցնի պետք է պատասխան տաք այն կարմիր գծերը որտեղ անցնում եք այդ օրենքի պահել չէ դա դիշովկություն է այդ օրենք խախտել է օրենքի քողի տակ օրենք խախտելը բերելու է ձեր X օրը կանգնեցնել է պատասխանատվության առաջ դուք արձանագրված ֆիքսված եք արդեն ու ինչքան պետք է տենց կարմիր գծեր անցնելով փորձեք արա դուք չեք հասկանում որ Նիկոլ Փաշինյանը արդեն չկա որպես քաղաքական ուժ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը նրան քվե չի տվել մեծ մասը ավելի շատ մասը չի ընտրել իսկ կազմակերպած ընտրություններում դե պատկերացրեք Փաշինյանը իշխանություն չի քանի տոկոս մարդա իրան տալու քվե մի տոկոս մարդ եթե ինքը իշխանության չլինի գնա իրան քվե տա ես կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվում կյանքում էլ քաղաքականության անուն չեմ տա իշխանությունը առնենք իր ձեռից եթե Հայաստանում մի տոկոս մարդ իրան քվե տվեց մի տոկոս ես կյանքում քաղաքականության անուն չեմ տա այդքան վստահ եմ որ ժողովուրդը այսօր թեկած ունի Փաշինյան Նիկոլի վրա իսկ այն մնացած խախտումները կեղծիքները որ արել է ճնշումները պետական ապարատները դրա շնորհիվ տոտալ կեղծիք անելով 45% նկարելով ոչ թե տանելով հասել է այդ ցուցանիշին այդտեղ չի եղել խախտելու ինչքան ձև ունեցել է խախտել է իսկ Ծառուկյանի հետ կապված թե ինչա այս քայլերի գնում այո Ծառուկյանը իրեն մեծ վնաս է հասցրել քաղաքական մեծ վնաս եւ սա ես պետք է արձանագրեմ ինչու որովհետեւ եթե Ծառուկյանին էլ էին մանդատ տալիս խորհրդարանում 46-47 մանդատ ունեցող ընդդիմադիր մարդ էր լինելու ու ցանկացած մի հետև շարժման ժամանակ շատ ավելի հեշտ էր լինելու Փաշինյանին հեռացնել բացի դրանից Ծառուկյանի պատճառով իրենց իսկ մտածելով իրենք խորհրդարանական մեծամասնություն չեն կարողանում այն չափով ապահովել որ կարողանան սահմանադրություն փոխել Ալիևի պահանջ որը պետք է բավարարեն ինչ գնովել ուզում էր լինել իրենց նշածողը եղել է 65% Նիկոլն ու իր թիմը այսինքն Նիկոլի թիմակիցները Նիկոլին տեղավորցրել են որ 65%-ը կապահովեն Նիկոլն էլ գնացել է իր արևմտյան մեծ տերերին ու պապաներին ասել թուրք տերերին նաև որ այդ 65%-ը կապահովի բայց քանի որ չի կարացել նույն արևմուտքի ուժերը իրան կզծրել են մի հատ լավ ճիշտ է այդ հանրային տեղերով չեք տեսել բայց կզծրել են ինքը կզրել է դրա համար հիմա եկել է փուկը Ծառուկյանի վրա է թափում ասում է քո պատճառով ինձ կզծրել են արևմտյան ուժերը փակ դռների հետևը գլխին ինչ ասես արել են չի խոսա հիմա ինքը մուրը Ծառուկյանից պետք է հանի ասում է մեղավորը այդ Ծառուկյանն էր էդի որ չմտներ պայքարի մեջ այդ 5 մանդատներ ինձ գալու, հա, ես գոնե ունենայի այդ մեծամասնությունը, սահմանադրությունը կփոխեի, հիմա Ալիևին չգիտի ինչ կռուտի տանի, այնտեղ ռուսներին չգիտի ինչ խափի, գնաց 2 օր առաջ Ռուսաստանի վարչապետի դեմը չոկավ, բառիս ուղիղ իմաստով չոկավ, աղաչեց, ասում է թող Պուտինը ինչ շնորհավորի։ Նիկոլականներն էլ ասում են, ով է սպասում Պուտինի շնորհավորելուն, արա ձեր պապա Նիկոլը Թեկետ Պուտինը վրեն հելավ 2 օր հետո գնաց վարչապետի հետ հանդիպավ, խի գնաց։ Ասում եք արժանապատիվ մեր Նիկոլը կզծրել է Պուտինին։ Բա ուր է ձեր կզծրածը։
Ուր արա։ Կծելա լինսումա բարձու իմաստով։ Ինչի գնաց հանդիպա Ռուսաստանի վարչապետի հետ։ Բասում եք հեսա նայեք Պուտինին ինչ օրն են գցում։ Մեր ծիրանը չի հետում ռուսները սոված մեռնում են։ Ասում եք ռուսները ասմա բենզին չունեն։ Դանիել Իոնիսյանը խնդրեմ։ Եկել է ռուսների դառնա լացում։ Չի ասում, որ ինչ կա գազ, հեղուկ գազ, օդ գազ, ինչ կա ռուսներից է գալիս։ Այտենց որ ուրախանում եք, որ Ռուսաստան տրաքցնում են, հեսա կկտրեն։ Գազ չես ունենա, քեզ ինչ կա Դանիել Իոնիսյան։ Դու գրանտ ես ստանում ապրում ես, քո տանձինը, այս խեղճ ու կրակ ժողովուրդը, որը ապրում է, որը 2000 դրամի օդ գազ է լցնում, կայում է իր ծիրանը տանի ծախի, այն այդ կտրիկ մարդկանց վրայից, բայց դուք գյուղ ապրել եք, դուք անասուն պայել եք, դուք խոտ հնձել եք, դուք վաբշե ինչ եք արել, որ իմանաք, մարդ այսօր ինչ է զգում, արա, դուք երբ եք ապրել հասարակ մարդու կյանքով, որ հասկանաք օրինակ մարդը 100,000 դրամ աշխատելու համար, ինչքան է տանջվում։ Դանիել Իոնիսյան, այդպես քոպես ները նստել են, ես են գրեն են գրեք ապիկուց Նիկոլի պեսները, սրա վրա նյութ եք գրե արա, 2 կոպեկ լավ են տվել դեմները ծարկել են ձեզ գործակալու, Հայաստանը հանել եք վաճառքի այդ փողերը տենց եկել է, դուք էլ մտածել եք, թե դուք ձեր քրտինքով փող եք աշխատում, դուք Հայաստանը ծախելով փող եք աշխատել, տո դու ել, տո Նիկոլն ել, տո ձեր պեսներն ել, Հայաստանը դուք ձեր քրտինքով փող աշխատած չկաք, դուք լապատկա բռնած չկաք, դուք մի հատ գործ արած չկաք, դուք մենակ կլաուզնիկություն անելով փող եք աշխատել ձեր սաղ կյանքը, դրա համար էլ այսօր չեք հասկանում, գյուղացին ինչ ազգում, քաղաքում ապրող սուպերմարկետներում աշխատողն ինչ ազգում, տաքսիների մեջ, պրոբկաների մեջ տառապող քաղաքացին ինչ ազգում, կյանքում չեք հասկանարա, որովհետև դուք այտենց փող չեք աշխատել, ոչ դու, ոչ Նիկոլը, ձեզ տվել են արա, դուք դիշոկություն եք արել, փող եք աշխատել, իսկ աշխատող կրտնող մարդը օրը տանջվում առավոտի ծիրիկուն 1000-10000 դրամ փող է վաստակում, ձեր վեճն է, Նիկոլի ու ԽՊ-ի վեճն է, մարդիկ հելել եք ցեմենտ գործարան եք փակում, հարյուրավոր մարդ զրկվում է իր աշխատանքից, արա, ձեր վեճն է, որ այդ մարդը ամսվա վերջ վարկ ունի փակելու, որ այդ վարկն էլ չփակեց, Անես տոկոսավզին գալու, որ սաղ կյանքը մնալու է այդ բանկերի տակ ստրուկ, այտենց արիք կորոնավիրուսի ժամանակ մարդկանց ասիք չաշխատեք, գցեցիք բոլորի սև ցուցակ, հելան կասին կարա տվեք մարդկանց վարկային արձակուրդ, դուք եք պատճառը, դուք եք մեղավոր, ասել եք մի աշխատեք, մարդիկ չեն աշխատել, դե արեք փոխհատուցեք, հիմա գործարանը փակում եք արա, դե գնացեք մարդկանց վարկերը փակեք այս քանի ամիսը, Միջև այդ մարդկանց կտեղավորեք, կտանան էլի նույն չափի աշխատավարձ, հետո դրանից հետո նոր խոսում եք Եվրոպաներից ու այդտեղի արժեքներից, բա տենց բան են անում, բա դու չես մտածում, որ այդ մարդը եթե այս ամսալը մի հատ գնացեք բանկ տեսեք, 2 օր ուշացրեցիր չփակեցիր այդ վարկը, всё գնում է սև ցուցակ, всё վրետ առնելի տոկոսներ է գալիս Ոնց այդ մարդը դրա տակից դուրս գալու, երբ որ մեղավոր է այդ մարդը չի, դու քո քաղաքական հաճույքների համար դրել ես գործարան ես փակում, ինչա Գագիկ Ծառուկյանինն է, էդի Գագիկ Ծառուկյանինը չի, էդի այդ ժողովրդին ով որ այդտեղ աշխատում է, վերջի վերջո այդ մարդիկը տեղից շահույթ են ստանում, վերջի վերջո հազարավոր քաղաքացիներ այդտեղից գնում են, ցեմենտ են առնում, շինարարություն են անում, դուք ով եք արա Ինչ խեղճներ են բրտի անում են, ինչի են սենց, որովհետև իրանք միլիոններ են ստանում, իրանք չեն հասկանում այդ ամսական 150,000 ստացող մարդը ինչ ասում, կյանքում չեն հասկանա, նստան պաշտոններին են վաբշե ոտերները գետնից կտրվավ, բա ինչ կարեն ամիսը, եթե նախարարը 7 միլիոն դրամ փող է ստանում, բա նրա վեճն է, բա խիպտի նախարարը թողի ժողովուրդը, որ 7 ասում է պետությունը ես եմ, դե որ պետությունը դու ես արա, դե հարկերն էլ դու կտաս, սա հարկերը դու ու ՔՊ-ն կտաք, ձեզ էլ աշխատավարձ կտաք, եկել նստել եք ժողովրդի վզին, ոչ մի բան ժողովրդի համար չեք անում, ինչ կա ձեր համար եք անում, ասում եք պետությունը մենք ենք, ժողովրդից, բայց հարկերը լավ հավաքում եք,
Դե հենց ԿՊ-ով ձեզ հարկ տվեք, ձեր տված հարկի հաշվին էլ ուզեք $10 միլիոն ձեզ աշխատավարձ տվեք։ Բայց ժողովրդի վզին եք նստե, բա ձեզ ինչ կա։ Ձեր աշխատավարձը կբարձրացնեք, ժողովրդինը կկտրեք, մի քանի այդպես մասնավոր Ծառուկյանի պես մարդիկ, Տաշիրի պես մարդիկ, որ մի քանի բան էլ բացել են, էդ էլ կքանդեք, կխլեք, կավիրեք, ձեր այդ գործն է։ Ավիրելը, արա խելոք տղա եք, չելի Արցախ գնացեք խլեք, միլիարդավոր $100 միլիարդ։ Հանձնիկ էդ էլ Ալիևին եկա։ Հիմա էլ այսօր կանգն է համոզում է, թե բանի գյուղը Ադրբեջանի անկլավ է գրած։ Իմիջիալոց ես կուզեմ դրան էլ անդրադառնանք Մանուել այսօրվա իր հայտարարություններին, տեսեք ինչ է ինքը ասում։ Չեն կարող Մկրատով քարտեզը կտրել, Ադրբեջանն էլ ջերմուկի բերքաբերի հատվածները կկտրի։ Ես չգիտեմ, էլի, ջերմուկը կմնա իրանց, եթե գնում եք այն կանխավարկածով, ով ինչին տիրապետում է, մնում է իրան։ Դե ես այդ եմ ուզում ասեմ, որ ինքը Ալիևի պահանջները բավարարելու համար գով կանում, թե այս էլ պետք է զիջենք, տեսեք, այս էլ պետք է անենք, եթե չէ, ասում է դա Ադրբեջանի փողի վրա նկարած է եղել, դա իրանց բաների մեջ ընդգրկված է, ադրբեջանցիների պատերի վրա էլ Նիկոլ Փաշինյան քո նկարն է փակցրած, ասում են, որ դու իրանցն ես։ Ես էլ ասում եմ մեր ժողովրդին, Նիկոլին պետք է տանք Ադրբեջանին, որովհետև ադրբեջանցիները հայտարարում են, որ Նիկոլը իրանցն է։ Եթե Նիկոլը իրանցն է, պետք է ելնենք հայ ժողովրդով, տանք Նիկոլին ադրբեջանցիներին, որ մեզ հանգիստ թողեն։ Քանի Նիկոլին չեն տվել ադրբեջանցիներին, մեզ հանգիստ չեն թողել։ Իրանց պատերի վրա փակցված է Նիկոլի նկարը, ասում են մեր Նիկոլն է։ Իրանք կավա Նիկոլին են ուզում։ Նիկոլին են ուզում, եկեք տանք բրցնենք։ Թե չէ ջերմուկն էլ տանք, Սյունիքն էլ տանք, Երևանն էլ տանք, չէ իրանք Նիկոլ անձին են ուզում։ Իմ կարծիքն է, որ ադրբեջանցիները այդ մարդուն ուզում են։ Շատ են սիրում, իրանց այդքան լավություն արել։ Տվեք Նիկոլին բրցենք։ Ինչ եք ուզում։ Էդ է փրկությունը, ուրիշ փրկություն չկա։ Ուզում եք սա Հայաստանը տվեք, այդ մարդիկ Նիկոլին են ուզում։ Տվեք Նիկոլին իրանց։ Ես ինչ ասեմ սրանց պեսներին, այս մանր ոչնչություններին, սրանց ուրիշ ասելու բան չկա, սրանց խորը բաներ էլ ասես, դեբիլ են։ Իրանց դեբիլ, հիմա էլ ասում են թուրքական կուրատորներով, բաներով թուրքամետությունը ստեղ լավ առաջ են բրտում, ինչքան կոնկրետ թուրքի գործակալ կա, լավ պաշտոններ ստանում, լավ տեղեր ստանում, եկել ասելա մի իրավիճակ, որտեղ ամենաշատ թուրքամետները Հայաստանում ամենալավ տեղերը պետք է զբաղեցնեն, աշճանաբար բերել են։ Սրանցից հետո էլ եթե սրանք մնան, արդեն ոչ թե սրանք են լինելու, կոնկրետ թուրք գործիչներ են լինելու։ Կոնկրետ Ադրբեջանում, Թուրքիայում ծնված, մեծացած, աշխատած, նրանք պետք է գան սրանց փոխարինելու։ Սրանք եկել են, թուրքերը սրանց բերել են այդ գործընթացը նախապատրաստելու, հաջորդ փուլով են, սրանք հանձնեն այդ ամեն ինչը ուղիղ թուրք գործիչների ու всё, Հայաստանը վերջնականապես փակեն Հայաստանի դռներն ու ճակատագիրը։ Բայց հայ ազգը պետք է միասնական լինի, այսպես պարակտել են Ծառուկյանական բան, Քոչարյանական մյուս Տաշիրական չկա, այս բայի ներփուլում, այսինքն իմ համար քաղաքականություն չի։ Դուք տեսնում եք ինչ վախի մթնոլորտ է, ինչ է կատարվում Ծառուկյանը ինչքան մարդու է օգնել, բայց այսօր ծպտոցները չի լցվում լիքը մարդու, հետո գրում գցում են, թե բա զանգում վախեցնում են, էս են անում, են անում։ Մի վախեցեք։ Բայց որ եթե դուք վախենում եք թուրքը վաղը հասավ ձեր դուրը չեք վախենալու, բա թուրքին բերում լցնում են ձեր երեխեքի բերանը, այդ վախենալու չի, զանգում վախեցնում են, հա դրանից եք խոսում, կամ ասում եք մենք քաղաքականությամբ չենք զբաղվել, ինչ կապ ունի արա այստեղ քաղաքականությունը։ Մտել են մարդուն, ստորացնում են, մարդուն նսեմացնում են, մարդու արժանապատվության են կպնում, իրան այդ մարդը, այնց մարդը, որ եթե ել եմ ասում, իրան օրինական պահանջը ներկայացրել չի կատարել, հելելա դիմադրությունա ցույց տվել, մտել են այդպես ձերբակալում են, սա ընդամենը մարդկային վերաբերմունք է, դուք եթե վախենում եք անգամ մի հատ այդ ասպարեզում գրառում անեք,
Facebook-ում գրառում, հələ չեմ ասում, գնաք կողը կանգնեք, գնաք աջակցեք, գնաք ցույցի մասնակցեք, դուք այդ կարգի եք վախենում, ասում էիք ժողովրդավարություն, ազատություն, անկախություն, տեսեք մեր երկիրը ինչա, դառը ինչա, էսա ձեր ազատությունը, որ եկա հայտնի մարդ եք, վախենում եք մի հատ Facebook-յան գրառում անեք, բա որ ազատություն, արտարությունը լավ եք անում, տեսել եք սխալ բան իշխանության կողմից, օրինակի համար գրել եք կամ քննադատել եք, այդ այդպես ազատություն ու անկախությունը դուք էլ վախենում եք, հա? Տենում եք, որ բռնապետությունն է, ֆաշիզմն է, Հիտլերից բետար է էսի։ Եթե մի մարդու Facebook-յան գրառման համար է գործից անում, արա այդտեղ ազատությունն ու անկախությունը։ Եվրոպայի ազատությունն ու անկախությունը այսպես ընդգծվում է Հայաստանում։ Եթե Նիկոլը էսի 8 տարիների գործունեության ընթացքում պատմությունն ու ժամանակները կապացուցի, ամենաշատ վնասը Հայաստանում ու հայ ժողովրդի մեջ չի հասցրել եվրոպացիներին, արևմուտքի, էլ եմ ասում, կանցնեն տարիներ, կգաք կասեք ամոթ քեզ հետ ինչ սուտ բաներ ասում։ Ես վստահ ձեզ ասում եմ, Եվրոպան մեռնում է Հայաստանում, եվրոպացիների կեղծ ժողովրդավարությունը սպանում է Նիկոլը Հայաստանում, սպանվում է օր-օրի ու ժամ-ժամի, ու հարյուրավոր տարիներ էլ չի վերականգնի եվրոպացիների տեղ։ Հայ ժողովուրդը այսօր տեսնում է, որ եվրոպացիների գրած ժողովրդավարությունն ու ազատությունն ու անկախությունը ոչ թե գաղափար է, այլ քաղաքական լծակ ժողովուրդին օգտագործելու համար։ Իրենք ոչ թե հենվում են այդ արժեքների վրա։ Եթե այդ արժեքների վրա հենված լինեին, այսօր Նիկոլը այդ պրախոտը չեր ստանա, որովհետև իրենց արժեքները փոշիացնում է։ Որովհետև մեկը ես էլ երբեք չեմ հավատալու, որ այսինքն չեմ էլ հավատացել ու հազարավոր մարդիկ, բայց եղել են, որ հավատացել են, որ կան արևմտյան արժեքներ, որոնք արդարության համար են։ Բայց այսօր Նիկոլն ու իրանց թիմը ամբողջությամբ կտրում են այդ արժեքները, փոշիացնում են ու հայ ժողովրդի աչքերին արդեն բացահայտ երևում է, թե Եվրոպան ոնց է պահում ազատություն ու անկախություն։ Իսկ եթե իրենք իրենց գաղափարների տերը լինեին, այսօր Նիկոլ չէ ով ուզում է լիներ, ով այդ կարմիր գիծը անցներ, պետքա ենթարկվեր պատասխանատվության, պետքա պատժվեր, որովհետև իրենք անձերի վրա չպետքա հենվեին, այլ իրենց արժեքներ, իրենց իսկ հռչակած արժեքների։ Բայց իրենց քաղաքական շահի համար իրենք եւս այսօր տրորում են իրենց իսկ հռչակած արժեքները եւ այդ տրորման անունը Նիկոլ Փաշինյանն է, որը շատ գեղեցիկ ձևով Հայաստանում հայ ժողովրդին ապացուցում է, որ եվրոպական արժեքները միֆ են եղել։ Փուչիկ, որը պայթում է ամենօրյա ռեժիմով Հայաստանում։ Եվ տեսանք ռուս բանկերները զանգել էին ԵԱԿ նախագահին ազգությամբ թուրքի եւ ներկայացել որպես Նիկոլ Փաշինյան եւ խոսել հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի դեմ արշավի մասին, կաթողիկոսին հեռացնելու մասին եւ թուրքը ասում էր իր կողմից, որ ամեն ինչով կօգնի կաջակցի։ Խնդրեմ այս սկանդալին էլ անդրադառնաք։ Տեսեք, ես ձեր իսկ տաղավարում իր իսկ առաջին օրվանից, երբ որ սկսել այդ արշավը եկեղեցու դեմ, եկել եմ եւ հայտարարել եմ, որ թուրքական պահանջա կատարում։ Հիմա այս գաղտնալսումը, որ իրականացրել են, ապացույց է։ Այսինքն այն ինչը որ ասել եմ, հիմա եւ ապացուցվում է։ Տրամաբանորեն շատ հարցերի պատասխան մարդը կարող է ստանալ։ Ինքը կյանքում իր գլխով չէր դուրս գա եկեղեցու դեմ։ Քանի որ ոչ այդ քաշը ունի, ոչ այն ինչ որ իրան ինտերես կար այդտեղ։ Ես հենց սկզբից էլ վստահ եմ եղել, որ ինքը իր տերերի պահանջը բավարարող է։ Ու այս պետքա ժողովուրդը հասկանա, երբ որ Նիկոլը խոսում է, որ ինքը ժողովրդի կողմից ընտրված մարդ է, ինքը թուրքական ուժերի կողմից կառավարվող, ընտրված, աճեցված, բուծված, բերված մարդ է, որը փաթեթավորել են այդ 18 թվի իրադարձություններով անունը դրել է, թե հայ ժողովուրդը բերեց։ Հայ ժողովուրդը իր վզից թոք չունի գծած, որ քաշի օգտագործի իր շահերի համար։ Բայց թուրքերը այնքան խորամանկ են, այդ թոգը
Տրոսով, ոչ թե պարանով, որ կարանաս կտրես, տրոսով գցել են Նիկոլի վզից։ Ու տանում են դրան։ Հիմա մենք ստեղ իշկանել մեզ ճղենք, ենի մեր վրա թկած ունի։ Ենի վախենում է թուրք տերերից, նրանք են տրոսով գցել թոգը վիզը։ Ու օգտագործում են մեր արժեքների դեմ։ Չէ՞ որ շատերիդ մոտ հաճախ հարց առաջանում, լավ, արա, էս Նիկոլը, էս բանը ինչի համար է անում։ Ինչի համար։ Լրիվ թուրքական ծրագրեր, ինչի համար է անում։ Ինքը իրոք այդպես ուզում, հա, իր վզին դրածը։ Իր վզին դրածը, այդ որ հերնու վժում են օտարների կոշիկ լիզողներ, Իրանից առաջ ղեկավարածներին։ Այսօր ինքը իր մեծաբերանության համար բառի ուղիղ իմաստով դառնել է թուրքի շուն։ Շամպես տանում են։ Գնացել է չոքել է թուրքերի դեմը, հասկանում եք, փաստերը հենց այս զապիսներն են։ Ու ինքը այսօր հայ ժողովրդի վրա չի հենվում, որովհետև հայ ժողովուրդը իրան չի ընդունում։ Ինքը հենվում է մեծ ուժերի վրա։ Այդ մեծ ուժերից էլ մնացել է Թուրքիան ու Ադրբեջանը, նրանց սիրաշահելով պայի իր իշխանությունը։ Ռուսաստանն էլ ռադարից։ Գնաց, բերեց մի հատ Մակրոն կա, բայց ինչ օգուտ տվեցին պետությանը։ Հիմա ինքը կանգնելու է շատ լուրջ պրոբլեմների առաջ։ Այս պետական համակարգերը, հեսա վաղը, որ չկարացավ, փողերը տա, աշխատավարձերը տա, ու այդ տալը տենց հեշտ գործ չի։ Թուրքերը պտի տան իրան այդ գումարը, թուրքերը այնքան ռիսկեր են հաշվի առնում։ Հենց դրա են, այո, թուրքերը այդ են ուզում հաշվարկեն, տենան, եթե այդ փողերը տան, կաղա տան ջուրը գնա, կաղա Նիկոլի վրա ստավկա անեն ու Նիկոլը սենց միամիտ չկարանա տակից դուրս գա, ոնց որ ընտրություններին 65% թուրքերին բաներ խոստացել, 40-ին հազիվ ձգեց։ Ու այդտեղ թուրքերն են կարան չտան։ Հիմա դրա համար ինքը գնաց է թշնամու բաղջեն, հա, ասում է, եկեք ինձ օգտագործեք, եկեք, էսա, այս ամբողջ պատկերն է մեր ժողովրդի առաջ, ու ինքը որ ասում եմ, ինքը Հայաստանն էլ է տանում, Հայաստանն էլ իր այդ տարել է, ասում է, եկեք Հայաստանը օգտագործեք, ձեզ եմ տալիս, բայց իր հոր տնից է բերես երկիրը, սոված բոմժը ոչ մի բան չի ունեցել։ Ինքը իր թիմը, այդ իրանք այս երկիրի հետ ինչ կապ ունեն իրանք, ամբողջ թիմով, բերեք հատիկ առ հատիկ վերցնեն, այն գլխավոր պաշտոնյաները մանավանդ, այս երկրի անկախացման պրոցեսների հետ, պատերազմների հետ, չգիտեմ, ինչ-որ ավանդույթների, ինչ-որ արժեքավոր բան չունեն արած այս երկրի մեջ, ոչ մեկը, ոչ մի դաշը չեն ծառայեն, ինչ որ այս ազգի մեծամասնությունը անում է, այդ տարական բաները իրանք չեն արես երկրի այս հողես պետության համար, դրա համար չեն ցավում, դրա համար ուտից եկան վեր ընկան, իրանք համար բիզնես ասա դարես երկիրը, այն արժե համակարգը չկա իրանց մեջ, որ ես իմ հողն է, ես իմ հայրենիքն է, ես իմ սրբությունն է, ես իմ եկեղեցին է, որ մի բան կառուցում ես քո քրտինքով, տարիներ շարունակ աշխատում ես, ստեղծում ես, քո սիրտը սկսում է ցավել դրա վրա։ Բայց քանի որ այս վիժվածքները ոչինչ չեն արել, կառուցել, իրանց սիրտը չի ցավում։ Իրանք այդ հողերի համար ոչ կռվել են, ոչ այր ունեն թափել, ոչ ընկեր են կորցրել, դրա համար իրանք սիրտը չի ցավում։ Եկել են, իրանց իսկ օրոք Արցախը տվել են, հիմա հելել են, ասում են, Արևմտյան Հայաստանն էլ է մեր եղել, չգիտեմ, Նախիջևանն էլ է մեր եղել, բայց ինչի նրանց համար չեք պայքարում, արա երեք հանձնեցիք որտև Արցախը, երեք դուք հանձնեցիք, բերել եք են 100 տարի առաջվան ու ձեր երեկվա հանձնածը դրել եք նույն հարթության վրա, այդպես բիջեք, այդպես շուստրի եք, դուք եք եղել հանձնողները։ Բայց Նախիջևանը հանձնողին էլ պետք է կային ասել, թող քո եղած չեղածն է, ձեզ է, ու ձեզ սաղիկ պետք է ամենախիստ պատիժը տանարա, բա էդ ենք ասում։ Բայց ձեր պես մի հատ աննացսուն էլ Նախիջևանն է դրե հանձնել։
Ձերպես մի քանի հատ անացուն էլ դրել են արևմտյանն են հանձնել, գնացել են Թուրքին են հավատացել հանձնել։ Բա այդ ենք ասում, չեք ջոգում։ Հիմա ասում եք Արցախը ուրանանք, ասում ենք արա էսել եք հանձնելու։ Ձերպես անասունները էսել են հանձնելու։ Եվ հետևաբար ժողովուրդ ջան, հետևությունը դուք յուրաքանչյուրը տարեք։ Խաղաղություն էին բերում, էսեն բերում են, բերում այսօր մարդը ասում է Ալիևի այս պահանջն էլ պետք է կատարվի։ Տիգրանաշենն էլ պետք է հանձնեք, Տիգրանաշենը իրանցն ա եղել, ասում է, գիտեք որ թվից իրանցն ա եղել։ Մեր թվարկությունից առաջ այսօր Նիկոլն է ասում, Տիգրանաշենն Ադրբեջանին ա եղել, իրանց փողերի վրա էլ ասում է նշած էդի, հենց նուաչտարին ա եղել, Ալիևի փաստաբանն ա դարել, ինչ ասենք, այ ոչխար, մեր պատմության գրքերի մեջ էլ արևմտյան Հայաստանը մերն է, Արցախը մերն է, սովետական քարտեզներով մերն է, սա ձևերով մերն է, բա ինչի մերը չես պահում, բա ինչի տես քարոզ չես անում, որ էսի մերն է, արա, Արցախը պատմականորեն մերն է, էսի քարտեզ, էսի պատմություն, էսի գիրք, նայեք, միջազգային հանրություն, եկել է ադրբեջանցիներին ասում, ինչն ա եղել, ինչ չէ, էս դավաճանչի ինչ է, չգիտեմ, բան չունեմ ավելացնելու, հետևությունը դուք արեք, այսքանը։ Շնորհակալություն Մանուել։ Ձեզ նույնպես։